Երկաթուղու կառավարման հետ կապված վարչապետը վերջերս իր պատկերացումից խոսեց, որ մրցակցային հետառավելության խնդիրների ֆոնին իր պատկերացմամբ կարող է դա լուծվել, եթե մի այլ երկիր, որը ընդունելի կլինի կողմերի համար, ստանձնի այդ կգնի այդ կառավարումը եւ ինքը իրականացնի։ Այս տարբերակը, այս իր պատկերացումները ինչու միս ու արյուն ստանում է, նկատի ունեմ քննարկում ենք, այո, քննարկում ենք նախ եւ առաջ ռուսական կողմի հետ եւ ակնկալում ենք հնարավորինս արագ արձագանքը եւ միևնույն ժամանակ դա մեր համար կենսական նշանակություն ունեցող պրոյեկտ է, որի հետ կապված մենք ուղղակի այլընտրանք չունենք, չքննարկենք, չզբաղվենք։ Այսինքն Ռուսաստանի հետ արդեն պաշտոնապես քննարկվում է երկաթուղու։ Դե ասել ենք բարձր, չէ, ինչ որ ասվել է, բարձր ասվել է։ Հա, դենց ես մտածում։ Չէ, այսինքն պաշտոնական չկա քննարկում եւ հետո Այ դե ասում եմ, ինչ որ ասվում է, բարձր նաեւ ասվում է։ Իսկ Ռուսաստանից ասում են, որ Այո, կա։ Ռուսաստան Չեմ կարող ասել։ Որոնք պատրաստ են գնել կառավարել։ Չեմ կարող ասել։ Չէ, դուք ասացիք կային։ Մենք ակնկալում ենք, որ կան երկրներ, որոնք որ պատրաստ են գնել, բայց չեմ կարող ասել։ Ռուսաստանը ճիշտ է։ Ասում եմ որևիցե անուն, ես հիմա չեմ կարող տալ։ Որովհետեւ ինչ սովորություն, այսինքն մտածում եք, ես հիմա պետք է ինչ որ ենթադրենք ինչ որ մի երկիր ցանկություն ունի, հիմա ասենց 10 տեղ սախցիկի առաջ պետք է ասեմ X երկիրը ժողովրդավար եկեք ժողովրդավար բոլոր բանը գախնի փաստաթղթերը բացենք եւ բոլորը գան կարդան։ Չէ, պարոն Սիմոնյան, ժողովրդավարությունը ու բանը խառնում եք իրար։ Բայց նկատի ունեմ քննարկում ինչ որ երկրների հետ փաստորեն կան, որ ասում եք կան երկրներ, որոնք Չէ, ասում եմ, որ վստահ եմ, որ կան երկրներ, որոնք կուզենան եւ որոնք հետաքրքրվել են, որովհետեւ ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ եւ բնական է հետաքրքրություն, խոսակցություն դրա մասին կա։ Այլ հարցը թե վերջում ինչ որոշում կլինի։ Սիմոնյան, մենք կարող ենք ասել, որ այդ հարցը, որ պետք է կառավարում ամեն դեպքում վերցվի Ռուսաստանից, արդեն որոշում է քաղաքական կայացված այդ որոշումը, պարզապես պետք է արդեն բանակցել։ Ոչ։ Ինչու, պարոն Սիմոնյան։ Որովհետև բանակցությունները շարունակվում են։ Եթե կա կայացված որոշում, դա նշանակում է բանակցելը անիմաստ է։ Իսկ ինչպես է վերաբերում Ռուսաստանից հնչող են հայտարարություններին, որ եթե այդ կառավարումը վերցվի, ապա շատ կարճ ժամանակում այդ երկաթուղիների կառավարման խնդիրը կդրվի եւ չի ստացվում։ Նույն ձև են վերաբերում, ինչպես վերաբերում են մնացած նմանատիպ հայտարարություններին Ռուսաստանից։ Այսինքն ոնց որ նախկինում են վերաբերվել։ Պարոն Սիմոնյան, Իրանում այս պահին պատերազմական իրավիճակ է մերձավոր արևելքում, ինչ կարծիք ունեք դրա մասին, մեկ էլ արդյոք դա վտանգավոր չէ TRIP-ի համար։ Կարծում եմ, որ վտանգավոր չէ, կարծիքս բնական է շատ ցավում եմ այն զոհերի համար, որոնք որ լինում են եւ հույս ունենք, որ հնարավորինս կարճ կտևի, որովհետեւ անմիջականորեն մեր հարևանի հետ է տեղի ունենում եւ դա չի կարող մեզ չանհանգստացնել։ Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ դա շատ մեծ աշխարհաքաղաքական, թերևս ամենամեծ աշխարհաքաղաքական պատերազմներից մեկն է, որը որ Փառք Աստծո մեր հետ որևիցե ձևով կապ չունի եւ պետք է ամեն ինչ անենք, որ մենք այդ խնդրի մեջ այդ կարող եմ վերջացնեմ, այդ համատեքստում կարող եմ վերջացնել, շնորհակալ եմ։ Եվ հույս ունենք, որ որևիցե ձևով Հայաստանի շահերին դա չի բանանի, դիպչի, միևնույն ժամանակ շատ հաճելի է, որ երևի պատմության մեջ, ասենք տեսնում եք, հա, հյուսիսում պատերազմ է, արևելքում պատերազմ է եւ մենք այդ ֆոնին կարողացել ենք Ադրբեջանի հետ միասին խաղաղության եզրեր ենք գտել եւ խաղաղություն ենք կառուցում, որը որ ես չգիտեմ պատմությունը երևի թե կգնահատի, որ այս բարդ իրավիճակում Հայաստանը չներքաշվեց։ Հնարավոր իշխանապողություն հնարավոր է, որ նշում եք խաղաղություն է Հայաստանում Ադրբեջանի միջև, այս օրինակով փորձի օրինակ ջանքեր գործադրել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև խաղաղության այսպես հաշտության բերի, թե ոչ։ Ես չգիտեմ դրա կարիքը կարծում եմ չկա։ Պարոն Սիմոնյան, հնարավոր իշխանապողություն Տիկնը կսպանի ինքը մինչև չպատասխանեմ։ Մարտահրավերները այս համատեքստում Իրանի հետ շուրջ իրադարձ։ Չներքաշվել է ամեն ինչի մեջ եւ Հայաստանի Հանրապետությունը զերծ պահել խաղաղության գործընթացին ինչ որ ձևով որ ինչ որ մեկը կարողանա հարված։ Իսկ Հայաստանը ունի ծրագրեր, եթե հանկարծ իրանահայերը գան Հայաստան նրանց։ Այո, մենք նման տարբերակ քննարկել ենք, բայց պետք է ասեմ, որ այս պայդրությամբ ես տեղեկություն չունեմ, որ թե նախորդ 12 օրյա պատերազմի ժամանակահատվածում, թե հիմա նման վտանգ եւ նման միտում կա,
Ну process-ը այդ ձևով այս պահին հələ չի գնացել։ Բայց ունենք մենք պլաններ, եթե Իհարկե բնականաբար յուրաքանչյուր երկիր, որ սահմանա ունենում, նախապատրաստվում է, որ եթե ինչ, ապա, հա, բայց այս պահին չունենք, որ նման հոսք չի եղել ու չկա այս պահին։ Եվ պարոն Սիմոնյան, Ես գիտեք ինչն է հետաքրքիր, այդտեղ կարևոր է, որ որքան ես հասկանում եմ, հողի վրա գործողություններ չեն լինելու եւ տրամաբանությունը դա հարված հասցնելու տրամաբանությունն է, որը որ միգուցե դրա վրա ազդում է, որ այդ հոսքը տենց ձևով չի էլի։